այս ծրագրերի բացակայության դեպքում 90%-ը ստիպված կլիներ թողնել կրթություն։ Իսկ ստիպված կլինեին թողնել կրթությունը, քանի որ ուսումը դարձել էր ծանր բեռ Արցախից բռնի տեղահանված ուսանողների համար, վարձավճար, սոցիալական խնդիրներ, նոր միջավայրին հարմարվելու դժվարություններ։ Արցախի բռնի տեղահանումից հետո մեր բնակչության, մեր ուսանողների ստվալ հատվածը հանգրվանեց հենց Երևանի պետական համալսարանում։ Առաջին իսկ օրվանից ԵՊՀ-ն եւ ԵՊՀ-ի ողջ անձնակազմը ջանք ու եռան չի խնայել մեր հայրենակիցներին օգնելու տարբեր ձևաչափերով։ Առաջին եւ ամենաբարդ խնդիրը ուսման վարձն էր։ Առաջին տարում աջակցություն եղավ նաեւ բանկային համակարգից, սակայն այս տարի, երբ սահմանվեց նվազագույն մոգ եւ դրանից ցածր արդյունք ունեցողները պետք է ինքնուրույն վճարեին, շատերի համար կրկին առաջացավ ուսումը կիսատ թողնելու վտանգը։ Մենք դիմեցինք մեր գործընկերներին եւ ID բանկը շատ արագ արձագանքեց, այսպես ասենք, եւ ամբողջական բեռը վերցրեց իր վրա։ Հենց այս փուլում էլ ID բանկի եւ Երևանի պետական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Բանկը կֆինանսավորի արցախցի ուսանողների կրթավճարները ավելի քան 35 միլիոն դրամի չափով։ Երևանի պետական համալսարանը իրականացրել էր կարիքների գնահատում, փաստացի գալով այն եզրակացության, որ այս 103 ուսանողները հնարավոր է չկարողանան շարունակել կրթությունը, եթե չապահովվի իրենց կես տարվա կրթավճարը։ Այդ իսկ պատճառով ID բանկը որոշում կայացրեց ամբողջությամբ ծածկելու կես տարվա կրթավճարը 103 ուսանողի համար, ինչը ավելին է, քան 35 միլիոն դրամը։ Բանկի համար սա մեկանգամյա քայլ չէ, այլ շարունակական աջակցություն։ Կարելի ասել ավելի խորքային եւ կարևոր համագործակցության եւս մեկ քայլ է պետական համալսարանի հետ, որի հետ, ինչպես պարոն ռեկտորը նշեց, արդեն բավական շատ դրական համագործակցության փորձեր են ունեցել։ Կողք-կողքի ծրագիրը, որը մեկնարկել է 2024-ին, արդեն աջակցել է հարյուրավոր մարդկանց, երեխաներից մինչև մեծահասակներ, կրթական ծրագրերից մինչև համայնքային նախաձեռնություններ։ Այս անգամ հնարավորություն տալով ավելի քան 100 ուսանողի շարունակելու ուսումը։ Ինչպես կարող եմ այսքանից հետո օրինակ մեծ հաճույքով չսովորել, չփորձել իմ գիտելիքների պաշարը համալրել, գերհամալրել, որպեսզի կարողանամ ես այս մի քանի տարվա օգնությունը մի քանի պատիկի չափով հետ վերադարձնեմ։ Վահեն իդեպ iDream կրթական ծրագրի շահառուներից է։ Մի քանի ամիս ուսանելուց հետո բանկում աշխատանքի է անցել։ Երբ բուհը, բանկը եւ ուսանողը կանգնում են նույն կողմում, ապագան դառնում է ոչ թե հարց, այլ պլան։ Եվ գուցե հենց սա է ամենակարևորը, երբ փոխված իրականության մեջ կողքիդ են նրանք, ովքեր օգնում են շարունակել։ ID բանկը նրանցից մեկն է։